Կերամա Մարացի ընկերության նորաբաց խանութ սրահ։ Ավելի քան 2000 քառակուսի մետր ընդարձակ տարածք հանգիստ եւ ճիշտ ընտրություն կատարելու համար։ 8-ամյա աշխատանքային փորձ ձեր հարմարավետությունն ապահովելու համար։ Նոր, ավելի ընդարձակ, Կերամա Մարացի ամենամեծ խանութ սրահը Դավիթ անհախտի 6-ասեում։ Grill Express KTM ավանդական խորոված եւ ամերիկյան գրիլներ կարող եք պատվիրել նաեւ on-line։ Ընտրեք հավի, ձկան կամ մսային ցանկացած գրիլներ եւ պատվիրեք։ Արդեն շատերի կողմից սիրված յուրօրինակ համով գրիլները ձեր ճաշկերույթը կդարձնեն անմոռաց։ Grill Express-ը հնարավորություն է ընձեռում նաեւ պատվիրել գրիլներ արտերկրից Հայաստան։ Grill Express դուք պատվիրեք, իսկ մենք սիրով կրակենք։ Տիգրան, ես էլ անհանգստանում էի, մտածում եք ես հետ ինչ-որ բան է եղել։ Զանգում եմ Մարիամին չի պատասխանում, երևի հեռախոսը ձեռքից վերցրել եմ։ Լիլիթ, Ես եթե հետը խոսեմ, քեզ անպայման կզանգեմ։ Հա, ճիշտ է, դու ամբողջ գիշեր հերթապահության ես եղել, ես գնամ դու հանգստացի։ Հա, մի բան էլ, տենց բան էլ չի լինի, բայց եթե հանկարծ գոռ նորից ճանապարհիդ հայտնվի, արագ ինձ կզանգես։ Ալեքսը գիտի, որ եկել ես։ Չէ, չեմ էլ ուզում դրա անունը լսել։ Լավ, չես ուզում չենք խոսի։ Իզա, իսկ ինչ պլաններ ունես հետոյի հետ կապված։ Պարզա, որ մինչև վերջ քեռուդ տանը չես մնալու։ Հետոյի մասին վախենում եմ անգամ մտածել։ Ինչի։ Սոնա, դու ինձ պիտի օգնես։ Ոնց օգնեմ։ Հայրդ ուզում է, որ ես երեխու ազգանուն է փոխեմ Շահվերդյան, բայց Ազատի ընտանիքն ու բարեկամները բնականաբար դեմ են դրան։ Ես չեմ ուզում, որ իմ երեխան այդ կոնֆլիկտների մեջ լինի։ Ես գիտեմ, այդ լավ նշան չի ու լավ բանի չի բերի։ Իսկ ես ինչ կարող եմ անել։ Խոսի պապայիդ հետ, խնդրում եմ։ Ասա թող այս պատերազմից հեռու պահի իմ երեխուն։ Ես ընդամենը խաղաղություն եմ ուզում։ Ես գիտեմ, հնարավոր է հայրդ հետո ուզենա նաև երեխուն խլի ինձնից, բայց ես թույլ չեմ տա, կյանքիս գնով էլ լինի, ես չեմ թողնի, որ նման բան լինի, որովհետև երեխես իմ կյանքի միակ իմաստն է։ Իսկ ինչի ես նման բաներ մտածում։ Իմ հայրը այդքան էլ դաժան չի, ոնց դու ես պատկերացնում։ Խնդրում եմ քեզ, խոսիր հորդ հետ։ Լավ, կխոսեմ, բայց ուզում եմ իմանաս, որ առաջին հերթին ես ինքս թույլ չեմ տա, որ նման բան լինի։ Ես էլ մայր եմ, ու ես էլ մենակ եմ մեծացնում իմ երեխուն։
Ու ես գիտեմ դու հիմա ինչ ես զգում։ Մի մտածի։ Ինչ էլ լինի, ես քո կողքին եմ։ Մաման թութակներին է ցույց տալիս։ Էնջիս կենթանիներ շատ ասիր։ Համ մամայի հետ ենք իրացել, համ իրար հետ ու ասեմ, որ լավ լեզու են գտնում։ Ուրիշ տարբերակ չունեին։ Չէին կարող լեզու չգտնել։ Լավ, ես արդեն գնամ։ Չի, սպասի, ես գնամ տեսնեմ երեխեքը ոնց են։ Մենք էլ որոշել ենք երեխու հետ տեղ գնանք, բայց տենց էլ չգնացինք։ Հա։ Ինքան բան տեղի ունեցավ այս ընթացքում։ Այս շաբաթվա մեջ էլ չենք կարող հարմար հասնենք։ Չգիտեմ։ Եթե հարմար լինի, ես քեզ անպայման տեղյակ կպահեմ։ Քեզ որ օրերն է հարմար։ Քեզ համար ցանկացած օր ու ցանկացած ժամ։ Լավ, դե գնանք երեխեքի մոտ տեսնենք ոնց են։ Հիմա պատկերացնում եմ արդեն էնջից ոնց է ուրախացել։ Ալեքս, ես միշտ երազել եմ իմ համուսնոց տեսնել խոհանոցում, թեկուզ սուրճ պատրաստելիս։ Գիտես, ես սիրում եմ, երբ տղամարդը խոհանոցում է։ Բայց նշանի խոհանոցում առավելագույն կատարած գործողությունը ծորակից ջուր վերցնելն է։ Բարև։ Բարև։ Առանձնապես խոհանոցում լավ չեմ պատրաստում։ Ոչ էլ սիրում եմ տան աշխատող պահել։ Դժվար է մենակ տղամարդու համար։ Նստի։ Շնորհակալ եմ։ Իզան է եկել։ Ինչ ես դրա մասին խոսում։ Ինչի։ Որովհետև այդ անբարոյականին քեզնից լավ ոչ ոք չի ճանաչում։ Բոլորը մտածում են, որ Իզան անմեղ զավա չէ։ Ոչ բոլորը։ Ոչ բոլորը, Ալեքս։ Ես հիմա դրա համար եմ եկել քեզ մոտ։ Ես ուզում եմ իմանամ Իզայից ինչ կարելի է սպասել։ Ինչքան հեռու կարող է գնալ քո նախկին կինը։ Իսկ եթե ավելի կոնկրետ։ Իսկ ավելի կոնկրետ նշանը Թորան հետ կապված պլաններ ունի։ Բնականաբար այդ պլանների մեջ մտնում է նաև Իզան։ Իսկ ես չեմ ուզում, որ նա ոտք դնի իմ ընտանիք։ Ինձ թվում է դու ուրիշ բան ես ուզում իմանաս։ Ինչ։ Թե ոնց կարելի է Իզայից ազատվել։ Այսինքն, որ դեպքում Իզան ձեզանից հեռու կմնա։ Ոնց եմ սիրում, որ քեզ բառից հասկանում են ինձ։ Չես ուզում երեխան ընդունես։ Երեխան ինչ կապ ունի։ Այն կապն ունի, որ եթե երեխան ընդունես, Իզան ձեր տուն կմտնի։ Իզան ու երեխան անբաժան են։ Իզան ամեն ինչ կանի այդ երեխու համար։ Ամեն ինչ կանի, որ այդ երեխան լավ ու ապահով կյանք ունենա։ Լավ չէ, Շաքե։ Ալեքս, ես էլ եմ լսել այդ խոսքերը։
Այդ խոսքերը, այդ խելագարի խոսքերն են, որ իր տղայի ապագայի համար խլեց իմ տղային ինձնից։ Մայրավի մասին է խոսքը։ Նրա անունը չտաս ինձ մոտ։ Շաքե, ջուր տամ մի րոպե։ Խնդրեմ Շաքե։ Շաքե, ուսքի աց, Շաքե։ Ես ոնց վախացրի։ Ես հիմա շտապ օգնություն կանչեմ։ Ոչինչ բաներ պետք չի։ Բայց ոնց։ Հար ինձ մոտ։ Սեթ, ինչ որտեղ ես գնում։ Քանի Մարիամը քնած է Տիկին Հայաստան, մի 2 ժամվա գործ ունեմ, գնամ կամ։ Տիգրանի հետևից ես գնում։ Չէ, ես Տիգրանի հետևից չեմ գնա։ Կասեմ կգտնեմ կբերեմ։ Սեթ, մտածում եմ, գուցե պետք չի, որ հիմա իրար հետ խոսեմ, գուցե սխալ ենք անում։ Դե դրա համար առաջինը մեկ դեսք խոսամ իր հետ, հետո կորոշեմ ինչ եմ անում։ Եթե Մարիամը շուտ զարթնի, ինձ զանգեք։ Լավ։ Ալո։ Բարև Կիմ։ Բարև։ Ոնց ավիկան։ Ոչինչ, արդեն լավ է։ Բայց ճիշտն ասած իրան ոչ մի բան դեռ չեմ ասել։ Մի էլ ասա, մենք Մարիամին արդեն տուն ենք բերել։ Հա, շատ լավ է։ Կիմ, դու կարաս ինձ օգնես։ Ինչ ա եղել, ինչ ա պետք անել։ Տիգրանին գտի, ասա ուզում եմ հետը խոսամ, ու զանգի ինձ։ Վանի հետ կապնվի, տես ինչ եք անում։ Լավ, պարզ է։ Տեսնեմ ինչ հնարավոր անել ու կզանգեմ։ Կիմ ջան, եթե հնարավոր է, այդ ամեն ինչը մենակ արեք։ Շատ լավ։ Կիմ ով էր։ Հեչ, գործի հետ է կապված։ Այդ դու քեզ այդքան լավ ես գում, որ արդեն վեր ես կացել։ Հա, Կիմ, այսօր ահավոր շոկ է, պաղպաղակ լիներ։ Կիմ, լավ էլի, ուղղակի շոկ է։ Լավ, հեսա 5 րոպեից կգամ։ Իք, մտնեմ դեղատուն։ Կիմ, լավ էլի։ Ինձ պետք չի ոչ մի թեստ, ոչ էլ պաղպաղակ։ Լավ, մի ներվայնացի։ Մենակ պաղպաղակ կբերեմ։ Շնորհակալ եմ։ Ալեքս, ես ինձ վաղուց այսքան լավ չի զգացել։ Ինչ ամով է։ Ալեքս, ես գիտեմ, որ այս մեր քայլը ճիշտ չէր, բայց սխալ էլ չէր։ Ես արդեն մոռացել էի, որ ես կին եմ։ Նշանը, բացի իր բիզնեսներից ու Տիգրանի խնդիրներից ենք ով ոչինչ չի տեսնում։ Շաքե, ես չեմ ուզում, որ մենք շատ խճճվենք։ Չի խճճվի, եթե մենք խելացի ամեն ինչ անենք։ Վանն էլ է զանգում, զանգերին չի պատասխանում։ Երևի տանն է, ուրիշ տարբերակ չկա։
Իմ ես չեմ ուզում, որ գնանք նշանենստուն հետևից։ Վերջին վարիանտ, եթե չգտնեք, նոր Ես կարամ գնամ նշանենստուն։ Իբր գործով։ Տենամ թե տանը կլինի առանց ինքը խոսամ հետը։ Լավ գնաք իմ ջան։ Լավ, գնամ, դուրս կգամ կզանգեմ։ Լավ։ Ինչ ես ժպտում։ Գլխապտույտ սրտխառնոց։ Քունը տանթդ տանում է, չնայած նրան, որ ճնշումը նորմալ է։ Վիկա սիրտս լավ բանական խազգում։ Լավ, հեսա 5 րոպեից կգամ։ Իք, մտնեմ դեղատուն։ Կիմ լավ էլի։ Ինձ պետք չի ոչ մի թեստ։ Տեսնես ինչ պիտի ասի, որ խնդրելա բոլորս հավաքվենք։ Հաստատ ոչ լավ բանի համար։ Բաբ, ես էլ եմ ուզում քո հետ խոսեմ Միզայի Ազատի տղայի մասին։ Բայց ոչ այսօր։ Տիգրանը թող գա, տեսնենք ինչ է ասում, հետո հանգիստ կխոսենք, հա։ Տիգրանը նոր զանգեց, ասեց, որ գալիս է, շատ կարևոր բան ունի ասելու մեզ։ Ես մոտավոր պատկերացնում եմ, թե ինչ կարևոր բան է ասելու։ Գորնուրա։ Իր ասենյակում էր։ Գլուխը ցավում էր, առավոտից պարկած է։ Իսկ այսօր դու երբ ես տանը եղել, որ տեսել ես Գորին պարկած։ Շան, իսկ ես ասել էի, չէ, որ գնում եմ խանութներով, շոփինգի եմ գնացել։ Հա? Ինչ-որ բան առել ես։ Հա, մի քանի մանր զարդեր եմ առել։ Տիգրան։ Դեմքդ ինչ է եղել։ Տիգրան, որտեղ ես դեմքդ վնասել։ Այ, ախպերո, գռի-մռի չես արել։ Հա, կռիվ եմ արել։ Ինչ կռիվ։ Ում հետ ես կռվել եւ ինչի համար։ Այդ կարևոր չի։ Ոնց կարևոր չի։ Պապ, ես ձեզ դրա համար չեմ խնդրել, որ ստեղ հավաքվեք։ Ինձ չի հետաքրքրում, թե ինչի համար ես խնդրել, որ հավաքվենք։ Ես իմ հարցի պատասխանին եմ սպասում։ Ինչ պատասխան։ Բերթից դուրս եկած նախկին բանտարկյալը հայել կարա խնդիրների մեջ լինի։ Ինչ խնդիրներ։ Պապ, խնդրում եմ, հարցեր մի տվեք։ Ինչ եղել, հարթվել գնացել է։ Ոչ այդ ցավը տանեմ, տես ոնց կլինի։ Ոչ իմանաք ով է, ինչ է մտեթանք սիրուն ձևերով հարցեր լուծենք, ասենք, դնենք, վեկալենք։ Լռի գոր։ Տիգրան, արի գնանք կաբինետում կխոսանք։ Չէ, ես գնում եմ։ Ուր ես գնում։ Հենց դրա մասին էլ ուզում էի խոսայի։ Տիգրան, նորից չսկսես։ Ես եկա, որովհետև ուզում էի ձեզ ցույց տայի, որ անկախ ամեն ինչից, թե դուք ինձ ոնց եք վերաբերվել։ Ես ձեզ էլի իմ ընտանիքն եմ համարում։ Այ հենց այդտեղից էլ չպիտի շարունակես։ Չէ, պապ։ Ես ուզում եմ, որ դուք հարգեք իմ որոշումը։ Ու ինձ տուն բերելու էլ փորձեր չանեք։ Ես այս տանը ինձ լավ չեմ զգում։ Ու պատճառը դուք չեք։
Այս տանը անցկացրած ամեն վայրկյանը իմ վրա շատ ծանր է նստում։ Ես ինձ գող եմ զգում։ Այս իմ տեղը չի։ Ես չեմ կարա ու չեմ էլ ուզում ուրիշի տեղը զբաղացնեմ։ Տիգրան, դու խոստացել էիր։ Ես չգիտեմ, թե ինչա տեղի ունեցել։ Ինչ կապ ունի դեմքդ այդ կռվի պատմությունը քո որոշման հետ, բայց քո ասածներն ընդունել չեմ կարող։ Դեմքս Այդ կռիվը ոչ մի կապ չունի այսօրվա իմ որոշման հետ։ Ես այդ առաջ էլ եմ ասել։ Ես ուղղակի ուզում էի գնալուցս առաջ ձեր հետ խոսեի։ Տիգրան, Պապ, խնդրում եմ։ Ես իմ որոշումը արդեն կայացրել եմ։ Ալո։ Լավա պատասխանեցիր։ Ուր ես։ Տանն եմ արդեն դուրս եմ գալիս։ Դե դուրս արի խոսալու բան կա, ես անում դուրս գալիս։ Լավ։ Արի գնանք առանձին խոսենք։ Մի ուրիշ օր։ Վանը ինձ սպասում է։ Տիգրան, բայց ուր ես գնալու։ Ես տուն եմ վարձել։ Տիգրան, բայց դու հորդ նեղացնում ես։ Չէ, ես վստահ եմ, որ պապան ինձ կհասկանա։ Գնացի։ Հաջողություն։ Այսօր ինչ-որ բան է եղել։ Դու չգիտես, թե ինչ է եղել։ Ինչ խնդիրներ ունի։ Չէ, պապ ջան, ես ընդհանրապես բանից տեղակ չեմ։ Ոնց դու տենց էլ ես։ Չի գնաց։ Տենց է պետք է լիներ։ Հասկացա, որ ես իրա տեղը չի սոնացում։ Կլինի չխոսես գոր։ Դու կլի բերանդ փագես։ Ալո։ Տունն է, խոսացել եմ հետը, հեսա դուրս է գալիս։ Լավ, ես հավաստում եմ արդեն։ Ես դեմքդ ինչ է։ Հեչ խառը պատմություն է։ Դու ավելի լավ ասա ինչ էիր ասել։ Տիգրան։ Ալո, Գտել ենք Տիգրանին։ որտեղ էր։ Նշանես տանը, բայց հիմա երևի արդեն Վանի հետ է։ Ես էլ ուր որա կհասնեմ։ Իսկ ուր կարաք տանեք։ Իմ 5 գործարանը հարմար, հա։ Հա, Դե եթե չփախնի կբերենք ընդեղ։ լավ, ես ամեն դեպքում դուրս եմ գալիս։ Լավ։ Լավ։ Պապ, ինչ կլինի։ Արի տուն գալու թեման նորից չբացենք։ Տուն հետ գալը մի կողմ թող։ Ես ուզում եմ իմանալ ինչ պատմության մեջ ես ընկել։ Ում հետ ես խնդիրներ ունեցել։ Ինչ եղել անցել գնացել է։ Հիմա ոչ մի խնդիր չկա։ Գորը տեղյակ է։ Չէ, պապ, ես ու երեխա չեմ։ Պետք չի մեղավորներ ման գալ։ Իսկ Վանը։ Վանը ինչ։
Տիգրան, ես չեմ ուզում գուշակություններով զբաղվել։ Չեմ ուզում ինձ թույլ տալ ընկերներիդ հարց ու փորձ անել։ Ես ուզում եմ իմ հարցի պատասխանը քեզանից ստանալ։ Հետից նստած տղեկից մեկը խնդրել էր, որ իր ծանոթին հանդիպեի։ Գնացի տեսա ու տենց մի փոքր վեճ եղավ։ Բայց հիմա թեմա չկա, ամեն ինչ նորմալ է։ Բարի Երիկո։ Բարև։ Բարև։ Լավ, պապ, ես արդեն գնամ։ Կզանգեմ վարձածս տան հասցենք ասեն։ Միասին եք գնում։ Հա, միասին եք լինելու։ Դե գնանք մի տեղ նստենք, մի կտոր հաց ուտենք։ Գնացինք։ Բարի գիշեր, պապ։ Կզանգեմ։ Ուր ենք գնում։ Կիմն ինչի է եկել։ Նստի արդեն կիմն ես։ Ինչ է եղել Տիգրանի դեմքը։ Այդ հարցեր թե մեղադրանք։ Հարց։ Ես ինչ իմանամ այդ ցավը տանը։ Ուզում ես ասես այդ ամեն ինչի հետ կապ չունես դու։ Ամջան, դու ոնց որ մոռանում ես, հա, որ քո նստած հելաստեղան հետ ես չեմ։ Տիկոն։ Հա, բայց դու ինձ ակնարկեցիր, որ ձեռքերը ծալած չես նստելու։ Դրան կմաքրես ըստեղից։ Հա, մամջան, ասել եմ, հատկաց չեմ կանում։ Պրոստը բախտս այնքանով բերեց, որ ինձ հերթ չասավ, էլի։ Հետ չես դեմքից չէի սկսի։ Բայց լավ եղավ, որ ինքը իր ոտով մաքրվավ, ոնց որ ինքն է մաքրվավ, էլի։ Բայց ես քեզ չեմ հավատում։ Գոր։ Հայրը տա։ Քրա, այդ տնելի ասում են, մարդու աշկը դուրս գա, անունը դուրս չգա։ Գնա արագացրու, տես ինչ է ասում։ Ինչ պետք է ասի, ինչ ելնում է գոր։ Խեղճ գոր։ Հարի ինձ մոտ։ Վանես ինչ է նշանակում։ Ինչի չեք ասում ուր ենք գնում։ Ամփերի ես ասնում ենք։
Պապ, ես ինձ այնքան վատ եմ զգում, որ դու այդ կարգի ինձ դավերյա չես անում։ Քո կարծիքով եթե ես ինչ-որ կապ ունենա այդ կռվի հետ, Տիկոնից պտի պահեր, հա? Պտի չասեր քեզ։ Ու քեզ ինչ է թվում։ Ես պիտի հավատամ ձեր ասածներին։ Չէ։ Ես դեռ մանուկ ժամանակ հեքիաթներին չէի հավատում։ Բա որ չես հավատում ինձ հիմա խես հարցնում։ Դա ասա գնամ մեռնեմ էլի, որ ես քեզ պտի խաբեմ։ Որ ես չգիտեմ, թե ինչքան ժամանակ կարող եմ աչք պակել։ Ինչ նկատի ունես։ Ու շատ լավ էլ հասկացար, թե ինչ նկատի ունեմ։ Շատ հաճախ մենք ծնողներս չենք ուզում տեսնել մեր երեխու սխալները։ Դա շատ դժվար է։ Ու սխալներ ես դեռ մեղմ եմ ասում։ Դրա համար էլ փորձում ենք ուրացնել, մեղմացնել մեր զգացմունքները։ Դա շատ դժվար է։ Ու ոնց որ իմ մոտ էլ չի ստացվում։ Ախր պապ, ես անենց բան չեմ արել, որ դու դրանից կարաս քեզ վատ զգաս։ Դու հանգիստ կարաս աչքերդ բաց ու ճակատդ բաց մանգաս։ Հա ես կռիվներ արել եմ տղայական, բայց դա ով չի արել։ Պապ, եթե ուզում ես, ես դաժե կարամ երդվեմ, որ ես այդ կռվի հետ վաբշե կապ չունեմ։ Ես գաղափար էլ չունեմ այդտեղ ինչ է եղել։ Պապ ջան, եթե ուզում ես, ես դաժե կարամ գնամ Տիկոյի հետ խոսամ, բայց ինձ չի թվում, որ ինքը ինձ մի բան կարա ասի։ Վերջին անգամ եմ զգուշացնում, Գոր։ Մի փորձի իմ մոտ էլ մարդու դերը խաղալ, որի հետ ոչ մի կապ չունես։ Ես շատ լավ գիտեմ, թե դու Տիգրանին ոնց ես վերաբերում, ու շատ ուրախ ես, որ Տիգրանը գնաց։ Ախր պապ ջան, նեղացնում ես, է։ Անկախ նրանից Տիգրանը որտեղ կապրի, ինքը էլի իմ տղեն է, ոնց որ դու, ականջի տողարա, ու մի մոռացի, որ դու մեծ աղբեր ունես։ Մոսկվայում հորեղբայր ունեմ, բայց այստեղ մենակ եմ ապրում։ Դու մենակ չես։ Ես քո կողքին եմ։ Տիգրան, մի գնա, խնդրում եմ, ես վախենում եմ։ Մի վախեցի։ Դու ավելի լավ եմ մորս հետ խոսի։ Կզանգեմ։ Եթե հնարավոր չի։ Չէ, ես պատրաստ չեմ կարող։ Ես որտեղ ենք։ Ես իմ տարածքն է։ Ինչի ենք եկել այստեղ։ Որովհետև մարդ է սպասում քեզ։ Ով։ Որ մեքենայից իջնես կտեսնես։
պիտի խոսեք։ Մենք դրսում կսպասենք։ Ես գիտեմ, որ հետ ես գնացել նշանի տուն։ Հենց որ իմացի, ես չեմ ասել քեզ բերեն ստեղ, որ քեզ ինչ-որ բան համոզեմ, Տիգրան։ Ու գիտեմ, որ Մարիամը քեզ հիվանդանոցում տեսել է, դրա համար էլ վատացել է։ Ես չէի ուզում։ Հա։ Ես ուրիշ պատասխան չէր սպասում։ Քո մոտ ամեն ինչ պատահական է, չէ՞ լինում, Տիգրան։ Ու երևի պատահական ես գնացել նշանի տուն։ Ինչի համար ես ինձ բերել տվել ստեղ։ Մարիամը գիտի, որ քեզ բաց են թողել։ Ու ուզում է քո հետ խոսա, հանդիպի քո հետ։ Չնայած ես դեմ եմ այդ հանդիպմանը։ Չեմ ուզում, որ դուք հանդիպեք։ Որովհետև չգիտեմ դու քեզ ոնց կպահես ու այդ ամեն ինչը ոնց կանդրադառնա Մարիամի առողջության վրա։ Ուզում ես ասես ինձանից շատ ես անհանգստանում, հա։ Ես չեմ 2 տարի թողել հոգեբուժարանում ու գնացել հանգիստս վայելելու։ Դու լսի այլ ակոտ։ Նորից եմ ասում։ Ես Մարիամին մենակ չեմ թողել։ Ու այդ ընթացքում ավելի ծանր վիճակում եմ եղել, քան Մարիամը։ Իմ համար այս կյանքում ամենաթանկ բանը մորս առողջությունն է։ Ես էլ եմ վախենում այդ հանդիպումից։ Բայց եթե ինքը ուզում է ու բժիշկը դեմ չի, ես կգամ։ Դու կարաս վստահ լինես։ Ես նենց բան չեմ անի, որը կվնասի մորս։ Երբ կարամ գամ։ Այսօր արդեն ուշ է։ Թող մնա վաղը ցերեկով։ Լավ։ Վանի իմ համարը ունի։ Վերջ։ Ուրիշ հարցեր կան։ Դեմքդ ինչ ես արել։ Էջ լուրջ բան չի։ Լավ կասեմ Վանը կզանգի։ Կարաս գնաս։ Լավ։ Կարայի կասեիք, չէի փախնելու հաստատ։ Խոսացիք վերջացրիք։ Հա։ Տիգրան, ես քեզ տուն կտանեմ։ Նշանից ես չէ գնալու։ Չէ։ Վարցածը տունն ես գնալու։ Լավ, դե, ուր որ գնում ես, կապ չունի, մենք քեզ կտանենք։ Լավ։ Ոնց ես։ Լավ եմ։ Մի բաղ գնանք բժիշկի ստուգես։ Կիմ, ես հղի չեմ։ Առնակն է եկել։ Մարիամ։ Ես քեզ ինչքան էլ սիրեմ։ Աստղիկ։ Ու սենց էլ չի կարա շարունակել։ Բարև։